Արդեն մեկ օրից ավել է անցել այն ողբերգական գիշերից, երբ կրակոցները փշրեցին Մերձավանի անդորը։ Զոհվեց համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը, որդին, ամուսինը, 4 զավակների հայրը։ Մարդ, ում անունը վերջին տարիներին ասոցացվում էր ոչ միայն համայնքի առօրյա խնդիրների հետ, այլև հայրենասիրության ու նվիրվածության։ Այսօր նրա տան բակում լռություն է, բայց այդ լռության մեջ տեղավորվում են հարյուրավոր հարցեր, որոնց պատասխաններն անպատասխան են։ Գրիգորյանը ոչ միայն համայնքապետ էր, այլև ընտանիքի կենտրոն։ 4 զավակների հայր, ով իր ուսերին էր կրում նաև հայրական հոգատարության ողջ ծանրությունը։ Ըստ համայնքում տարածված տեղեկությունների, 2 աղջիկներն արդեն նշանադրված էին, նրանցից մեկի հարսանիքը նախատեսված էր մոտ օրերս։ Այս փաստն առավել ցավալի երանգ է տալիս սպանությանը։ Ուրախության սպասված օրերը վերածվեցին սգի։ Ընտանիքը կորցրեց այն մարդուն, ով իրենց ապավենն էր, իսկ համայնքը առաջնորդին։ Բոլորիս բնական հարցն է՝ ինչու չկանխվեց այս հանցագործությունը։ Համայնքապետի սպանությունը չի կարող դիտարկվել որպես սովորական միջադեպ։ Խոսքը պետական պաշտոնատար անձի մասին է, ով գտնվում էր հանրային ուշադրության կենտրոնում։ Եթե նույնիսկ սա անձնական հաշվեհարդար էր, ապա այն փաստը, որ հնարավոր եղավ նման ոճով հարձակվել նրա տան բակում, ցույց է տալիս անվտանգության համակարգի լուրջ բացեր։ Որտեղ էին կանխարգելիչ միջոցառումները, որն էր իրավապահների դերը։ Միթե աննկատ են մնացել նախանշանները։ Այս հարցերս հատկապես սուր են հնչում, քանի որ Վալոդյան երբեք հայտնի չի եղել թաքուն թշնամիներով, հակառակը նրան բնութագրում էին որպես հաշտարար ու շփվող ղեկավար։ Եթե նման մարդու դեմ կարող են մահաբեր հարձակում կազմակերպել, ապա ինչ երաշխիք կա մյուսների համար։ Դեռևս պաշտոնական մարմինները չեն հայտարարել դրդապատճառը, սակայն հասարակության մեջ շրջանառվում են մի քանի վարկածներ։ Քաղաքական մրցակցություն։ Վալոդյան ընտրվել էր ընդդիմադիր դաշինքով հաղթելով իշխող ուժի թեկնածուին, սա անմիջապես քաղաքական երանգ է հաղորդում պատմությանը։ Տնտեսական շահեր, անձնական թշնամանք կամ հաշվեհարդար, որը չբացառվող վարկած է, թեև քիչ հավանական, հաշվի առնելով սպանության կազմակերպվածությունը։ Այս բոլոր ենթադրություններն իհարկե դեռ պետք է ապացուցվեն քննությամբ, սակայն մի բան ակնհայտ է՝ սա պատահական կրակոց չէր։ Սպանությունը մանրակրկիտ ծրագրված էր և դրա իրականացնողները վստահ էին իրենց անպատժելիության վրա։ Մերձավանում և հարևան համայնքներում լուրն ընդունվեց ցնցումով։ Բնակիչները նրան հիշում են որպես բաց ու հասանելի ղեկավարի, ով կարողանում էր լսել մարդկանց և փորձել լուծումներ գտնել։ Նրա վերջին հրապարակումը Հայաստանի անկախության օրվա առիթով այսօր կրկնվում է որպես մարգարեական։ Անկախությունը պարտավորեցնում է լինել առավել պատասխանատու, միասնական և գործուն։ Այս խոսքերը հիմա հնչում են սառը դաժանությամբ, ասված համայնքի այն ղեկավարի կողմից, ով արդեն այլևս չկա։ Այս սպանությունը միայն մեկ ընտանիքի ողբերգություն չէ, այն դարձավ ամբողջ համայնքի, իսկ իրականում ամբողջ երկրի խնդիր։ Ոչ ոք ապահովագրված չէ, երբ նույնիսկ համայնքապետի կյանքը կարող է այսպես անպատիժ խլվել։ Հասարակության պահանջն այժմ երկակի է՝ բացահայտել դրդապատճառները և պատժել մեղավորներին, վերանայել անվտանգության համակարգը, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Եվ հահա չպատասխանված հարցեր. ում էր խանգարում Վալոդիա Գրիգորյանը։ Ինչու նրա ընտանիքը պետք է այսպիսի ցավի միջով անցնի։ Ինչու իրավապահները չկարողացան կանխել կազմակերպված սպանությունը, և ամենակարևորը, ինչ երաշխիք կա, որ վաղը նման հարձակում չի կրկնվի։ Այս հարցերը կախված են օդում, մինչև դրանց պատասխանները չտրվեն, Մերձավանի սուգը կշարունակի արձագանքել ողջ Հայաստանում։ Վալոդիա Գրիգորյանն այլևս չի ժպտալու իր երեխաներին, նրա ընտանիքի ուրախ օրերը վերածվեցին անբուժելի ցավի, բայց նրա հիշատակը շարունակում է ապրեցնել նրա գաղափարները, հայրենիքի հանդեպ սերը, պատասխանատվության գիտակցումը և համայնքի հանդեպ նվիրվածությունը։ Այսօր Մերձավանի ցավը բոլորիս ցավն է, և մինչև այս հանցագործությունը բացահայտված չլինի, մինչև մեղավորները չպատժվեն, հասարակությունը չի ունենա վստահություն, որ իսկապես պաշտպանված է։ Բնակիչներից մեկը լրագրողներին պատմել է՝ նա մեր կողքին էր, շուկայում, փողոցում, համայնքային խնդիրները լսելիս։ Չէր առանձնանում որպես պաշտոնյա, այլ ապրում էր մեզ նման, հենց դա էր մեր վստահության հիմքը։
Նույնիսկ նրանք, ովքեր քաղաքականապես այլ դիրքորոշում ունեին, խոստովանում էին, որ Գրիգորյանը պարտաճանաչ և աշխատասեր էր։ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչները Գրիգորյանի մահը որակել են որպես ոչ միայն հանցագործություն, այլև հարված ամբողջ քաղաքական համակարգի։ Նրանք ընդգծում են, որ նա երբեք կոնֆլիկտների մեջ չէր մտնում, հակառակը փորձում էր հարթել լարվածությունները։ Մերձավանում այսօր մթնոլորտը սառն է, տները դեռ կորած են հարցերի մեջ։ Մերձավանից բնակիչներից մեկն էլ ասել է՝ մենք կորցրեցինք ոչ միայն համայնքապետի, այլև բարեկամի, նա բոլորիս հետ էր մեր ուրախության ու ցավի օրերին։ Այս դեպքը դարձավ հայելին, որտեղ հասարակությունը տեսնում է պետության խոցելի կողմերը։ Եթե համայնքապետի կյանքը հնարավոր է խլել այսպես բացահայտ, ապա հասարակ քաղաքացին ինչպես պետք է իրեն պաշտպանված զգա։ Հենց այս հարցն է այսօր շրջանառվում նաև սոցիալական ցանցերում։ Եթե Մերձավանի համայնքապետին չկարողացան պաշտպանել, ապա ով կարող է վստահ լինել իր անվտանգության համար։ Այս արձագանքը ցույց է տալիս, որ խոսքը միայն մեկ մարդու մասին չէ, խոսքը վստահության մասին է պետության և իրավապահ համակարգի նկատմամբ։ Իհարկե, Վալոդյա Գրիգորյանի հիշատակը կշարունակի ապրել, նրա հայրենասիրական խոսքերը, համայնքի համար կատարած գործերը, մարդկանց հետ ունեցած մարդկային կապը մնալու են։ Նա այլևս չի ժպտա իր ընտանիքին, չի ողջունի մերձավանցիներին, բայց նրա կերպարը կմնա որպես հայրենասեր, աշխատասեր և մարդկային առաջնորդի օրինակ։ Համայնքի բնակիչներից մեկն էլ ավելացրել էր՝ Վալոդյան ապրեց այնպես, որ իր բացակայությունը ցավալի է բոլորիս համար։ Այս խոսքերն ավելի հզոր են, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։